ողջույն, պարոն Գեղամյան, շնորհակալություն, որ եկաք։ Գիտեմ, որ հագեցած գրաֆիկ ունեք, հանդիպումներ եւ այլն։ Սիրիայով սկսենք թերևս։ Իհարկե մենք այսօր խոսելու ենք ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում, ինչ նոր աշխարհակարգ է ձևավորվում եւ Հայաստանի տեղի ու դերի մասին, բայց քանի որ անին հարց տվեց, միանգամից Սիրիայի թեման։ Ինչ է տեղի ունենում եւ ովքեր են կանգնած այդ այսպես ասած անվզումների թիկունքում եւ ինչ սպասել փորձենք։ Եթե շատ համառոտ տեղեր ունեն այն ինչ որ մենք այդ թվում նաեւ ես եւ իմ գործընկերները կանխատեսում ենք դեռևս նոյեմբեր-դեկտեմբեր ամսին տեղի ունենում Սիրիապետության այդ ավարտի շարունակությունը, այսինքն դեկտեմբերին ավարտվեց Սիրիական Արաբական Հանրապետությունը այն տեսքով որ իրենք գիտեինք վերջի մի քանի տասնամյակներում։ Հիմա չկա այլևս Սիրիական պետություն, կա իր ռուսերեն դրան ասում են աբալոչկան, հա մնացել է միայն դերսի այդպես բանը, թաղանթը, բայց բովանդակային առումով այն այլևս որպես այդպեսին մեկ առանձին պետական միավոր չէ եւ միանգամայն սпасելի բոլոր այն երկրները, որոնք հասկանում են Սիրիայի սկսած աշխարհագրական ավարտած ռեսուրսային կարեւորությունը Մերձոր Արևելքում քաղաքական աշխարհքաղաքական գործընթացների համար հիմա փորձելու են վերցնել իրենց բաժինը կամ ստանալ իրենց բաժինը։ Այստեղ ներգրաված երկրները բնականաբար չեն սահմանափակում միայն Թուրքիայով կամ Իսրայելով կամ Իրանով, այստեղ ներգրաված են արաբական ծոցի երկրները, ներգրաված են այլ, այսպես ավելի խոշոր խաղացողներ, ինչպես են օրինակ Չինաստան եւ այլն։ Եվ այն ինչ որ տեղի է ունենում, օրինաչափորեն բերում է նախկինում արկա մեկ միասնական համակարգի փլուզման, որովհետեւ ամեն մեկը փորձելու է իրանը փոկի եւ այնքան անհաշտ է իրար միջև այդ բանը, հա, այսպես ցանկությունները այնքան իրար հետ հնարավոր չէ հաշտեցնել, որ պարզ է, որ լինելու է պարակտված փաստացի նախկին Սիրիայի տարածքը պարակտված ինչ որ այսպես ազդեցության գոտիներ կամ նույնիսկ ինչ որ փոքր հանրապետություններ կամ այլ պետական միավորներ։ Եվ խոշոր հաշվով վերջին մի քանի մոտապես օրերին, երևի կարող ենք ասել մոտապես մեկ շաբաթը, մենք ականատես ենք նույն սկզբից ոնց հարավային հատվածում երկու շրջան փաստացի անկախացավ խոսքը գերազանցապես այդ հատուկ այսպես իսլամական համայնք գոյություն ունի դրուզներ անունով, որոնք տենց յուրահատուկ կրոնական ուղղությունա քրիստոնեության իսլամի արանքում գտնվող դրուզներ օրինակ երկրի հարավում փաստացի իշխանությունը վերցրել են այն նահանգներում, որտեղ իրենք մեծամասնություն են կազմում, իրենք իշխանությունը փաստացի վերցրել իրենց ձեռքը, որոնց հովանավորում է Իսրայելը։ Որոնց հովանավորում է Իսրայելը, ինչի շնորհիվ միջելից իրենք բավական արագ են հասնում հաջողության, որովհետև նախ սահմանա փաստորեն Իսրայելի հետ սահմանամերձ գոտում են այս պահին գտնվում, կա ուղիղ կապ Իսրայելի հետ, միևնույն ժամանակ Իսրայելում արկա է դրուզական համայնք, որը որպես այդպեսի ներգրաված է իսրայելական պետության քաղաքականության մեջ, ավելի նրանք շատ դեպքերում նաև օրինակ բանակային միավորների մաս են եւ այլն, եւ փաստորեն դրուզների մոտ շատ արագ հաջողվեց հասնել նրան, որ իրենց բարձրացած զինված դիմադրությունը ընդդեմ Թուրքիայի հովանավորությամբ գործող այդ նախկին ահաբեկչի կամ չգիտեմ նախկին լինում ահաբեկչի թե չէ, իրենց մոտ արագ հասավ նրան, որ հիմա ստիպված այսպես Դամասկոսում զավթած իշխանությունը իրենց հետ գնաց Թրամփի սիրելի բառով ասած դիլի, այսինքն գնաց գործարքի եւ երեք մենք իմացանք, որ այսպես կոչված ներքին գործերի նախարարը Սիրիայի ասաց, որ մենք պատրաստ ենք ըստ էության ավտոնոմիա ինքնավարության սկզբունքով աշխատող որոշակի միավոր ձևավորել դրուզների համար երկրի հարավ-հարավարության հատվածում։ Միջելոց սա էլի վերջը չէ, այսինքն այս գործընթացը շարունակելու է, ակնհայտորեն դրուզները տեսնում որ ճնշումը աշխատելու է, Իսրայելը շարունակելու է արժանտակել վերջինս, ուրեմն կարանք ասենք, որ երկրի մի հատված արդեն փոկվել է։ Նույն բանը փորձում են անել նաև քրդերը, նույն բաները փորձում են անել ալավիները, ի տարբերություն դրուզների եւ քրդերի, ալավիների վիճակը շատ ավելի ծանր է, որովհետեւ չնայած իրենք ունեն ամենաշահեկան դիրքը աշխարհագրական իմաստով, իրենք ծովի ափին են եւ ունեն արտաքին կոմունիկացիա, բայց քանի որ դեռ չունեն արտաքին հստակ հովանավոր, արտաքին ուժ, որը իրենց կաջակցի, փաստացի իրենք հիմա գտնվում են այդ այսպես նոր այդ իշխանությունների ամենաուղիղ թիրախում։ Ես երեք նայում էի, որ երեք եւ գիշերը այդ կենտրոնական իշխանությունները փորձում են ոչ միայն այն մարդկանց դեմ, ովքեր բացահայտ հանդես են գալիս այս նոր իշխանությունների դեմ, փորձում են վերջիններից չեզոքացնել, այլ նաև ցուցադրական իրականացնում են սպանություններ, այդ տեսանյութերը խորհուրդ չեմ տա այո նայել որևէ մեկին, որովհետև դրանք իսկապես դաժան տեսան են, մասսայական մտնում են ուղղակի ալավիական բնակավայրեր, ոչ զինված, ոչ որևէ ինչ որ դիմադրության
ցուցադրական գնդակարում են հատկապես տղամարդկանց։ Այսինքն շատ նման է իմիջիայլոց հայոց ցեղասպանության ընթացքում մեզ հայտնի, հա, Օսմանյան բանակի կողմից իրականացված մարտավարությանը ուղղակի գնդակարում են այդպեսով փորձելով կոտրել դիմադրությունը։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկա օրերին մենք սրա ցավոք սրտի խորացում ենք տեսնելու, եթե չհայտնվի արտաքին դերակատար, որը պատրաստ լինի վերցնել, այսպես ասենք, ալավիներին սեփական հովանոցի տակ։ Բայց խոշոր պատկերն է նա մեր հայրենակիցների համար, այս ամեն ինչից, որ հետևությունն է։ Խոշոր պատկերը հետևյալն է։ Պետությունը քայքայվում է, այն Սիրիան այն տեսքով որ կար չկա, եւ հիմա ամեն մեկը իր գլխի ճարը պետք է։ Կուզեի նաեւ քրդերի մասին հարցնել։ Արդյոք քրդերը հանձնվեցին Օջալանի կոչից հետո, թե ինչ ունենք, որտեղ ես այսօր տեսա ինչ որ ձերբակալել էին քրդական առաջնորդներից մեկին։ Ինչ ունենք այս բայդրությամբ, որը կարող ենք այսպես մի կողմ դնել, առանձնացնել եւ չասել, որ դա քաղաքագիտական սպեկուլյացիա, այսինքն փաստեր, հա, չոր փաստեր հետեւյալն է։ Այո, ձերբակալված առաջնորդ Աբդուլլա Օջալանը ելույթ է ունեցել զինաթափման եւ զինադադարի կոչով, ինչ են դրան պատասխանել Սիրիայի քրդերը։ Մազլում Աբդի բերանով եւ այլ մի քանի ղեկավար կազմի հայտարարություններով։ Իրանք ասել են հետեւյալը, որ այո, մենք լսում ենք Օջալանի կոչը, մենք կողմ ենք իսկապես ժողովրդավարացմանը, իրավունքների պաշտպանությանը եւ այլն, պատրաստ ենք զինադադարը, փաստորեն համաձայնվում ենք զինադադարին եւ նույնիսկ պատրաստ ենք քննարկել այլ տարբերակներ, նկատի ունի քրդական բավարարական կուսակցության PKK-ի բան, հա, կազմալուծում որպես միասնական կազմակերպություն, եթե ապահովեն այն իրական իրավունքները քրդերին, որոնք որ ուրեմն իսկապես պետք են քրդերին, ինչը որ չի լինելու։ Հետեւաբար միանգամից Մազլում Աբդին հայտարարում է, որ Օջալանի կոչը լավն է, մենք իրան լսում ենք, բայց այդ մեզ չի վերաբերվում։ Այսինքն, այսպես երկու կողմն էլ միանգամից հայտարարության տեսքով տված է։ Զինաթափում չկա Սիրիայի տարածքում, Իրաքի տարածքում էլ զինաթափում չկա նաև նախանշան, որ կարող է այդպիսի գործընթացնել, ակնհայտորեն կա մեկ գործընթաց, այն է Դամասկոսյան իշխանությունների եւ քրդերի միջև բանակցություններ, որտեղ, ինչպես հասկանում եք, ստվերով նաեւ sense վհուկի պես շրջում է նաեւ Թուրքիան, որտեղ այդ բանակցությունները բարձր որ Դամասկոսը վարում է ըստեյության Թուրքիայի անունից։ Հիմա փորձ կա սա անել։ Իմիջիայլոց հետաքրքրական է, որ քրդերին ինչ որ իմաստով ձեռնտու է ինչ որ կատարվում է հիմա դրուզների եւ ալավիների հետ, որտեղ եթե դրուզները փաստորեն ստանում են ինքնավարության որոշակի մակարդակ, մասնապես ճանաչում են, որ իրանք իրավունք ունեն իրենց տարածքներում ունենան սեփական ոստիկանություն, ինչը արդեն փաստացի ճանաչվել է, քրդերները չէ կարող են հավաքնել, ասել բախ եք ուզում որ մենք զինաթափվենք։ Բա ասում եք որ հնարավոր չէ։ Այսինքն այստեղ ինչպես իմ ավագ գործընկերներից մեկը երեք զրույցում նկատեց, ասեց սա ոչ թե վերջն է, այլ նոր է սկսվում, հա, իսկապես մենք տեսնել ենք եւ արուն եւ բան։ Իդեպ այսօր տեսա, որ դրուզների եւ քրդերի միջև ինչ որ միջանցքի մասին էր։ Այո, բայց ինչի մասին Իսրայելում էլ միջելս դրա հատուկ անուն տվել, այո։ Տեսեք, փաստորեն Սիրիայում այսօր բախվում են մի կողմից ուրեմն Թուրքիայի օրը ըստ էության հովանավորում է գործող իշխանության, տերորիստական իշխանությանը, Իսրայելի, դեմս դրուզների, Իրանի, դեմս ալավիների եւ այլն։ Այստեղ բախվում են 3 շահեր։ Առնվազն 3 շահեր, քրդերն էլ, չգիտեմ, Էլի Իրան, այո, Իրան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ նաեւ Իսրայելն էլ կարծես թե անտարբեր չէ։ Եւ արդյոք դա կարող է վերածվել, որտեղ թուրքերը մինչեւ հիմա իմ տպավորությամբ եղել են կարծես թե այսպես միջանկյալ փոխ ընդունելի տարբերակ Իրանի եւ Իսրայելի միջեւ, բայց հիմա կարծես թե այլ է իրավիճակը։ Կարող է բախում լինել Թուրքիայի եւ Իսրայելի։ Դրա մասին շատ են խոսում, ինչերս պետք է հասկանան, որ երկու երկրներում են եւ Թուրքիայում եւ Իսրայելում այդ թեման շատ պոպուլիստական թեմա է, այսինքն ցայն եւ այսօրվա բան, հա, լեզվով ասած view բերող բան, հա, որովհետեւ երկու երկրներում էլ արկա է մի երկրում հակասեմականությունը, մյուսում հակաթուրքականության որոշ բան, մակարդակ, որը միշտ չէ որ վերածվում է քաղաքական գործողության, բայց հասարակության մեջ այդպիսի պատկերացումներ, կարծրատիպեր եւ ընկալումներ արկա են, հետեւաբար շատ դեպքերում պետք է հիշել, որ երկու երկրների ղեկավարությունը հանդես է գալիս հակաթուրքական Իսրայելում, հակաիսրայելական Թուրքիայում այդպիսի կոչերով առաջին հերթին հագուրտ տալու պոպուլիստական նպատակներին, հետո նոր դրա մեջ փորձենք փնտրել աշխարհական այսպես բան, հա, որոշակի քաղաքական որոշումների իմաստ։ Հետեւաբար այս բարբերաբար վերջին շաբաթային հնչող այն միտքը, որ երկու երկրները բախման եզրին են, ընդ որում նույնիսկ այդպես նախարարների մակարդակով ասա հնչել, երկրի ղեկավարների մակարդակով, ես կարծում եմ այնուամենայնիվ
առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, բայց այն որ երկու երկրները ակնհայտորեն ունեն խիստ մեծ տարաձայնություններ այն տարածքում, որը համատեղ ուժերով են թույլատրել գրավելու համար, խոսքը Ասադի ղեկավարությամբ գործող օրինական իշխանություններն էին Սիրիայում, հա, դա փաստ է։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի ուզում տա ոչ մի կտոր այն ինչ որ համարում է իրենը եւ իր այսպես որսի արդյունք, նույն ձև Իսրայելը համարում է, որ ինքը պակաս ներդրում չունի այնտեղ, հետեւաբար ինքը կարող է դրանից այո օգտվել։ Եվ այս երկուսը իրար բախվում է։ Ակնհայտորեն այդ բախումը ես չեմ հավատում, պետք է հարցնել իհարկե իսրայելագետներին, ես որպես թուրքագետ չեմ տեսնում, որ իրական պատրաստություն կա պատերազմի եւ նույնիսկ հավանական էլ չեմ համարում նմանատիպ սցենար, բայց այն որ այդ երկուսը այսօր բախվում են Սիրիայի տարածքում, որը շատ օրինաչափ եւ ընկալելի վիճակ է, դա փաստ է։ Դուք ասացիք, որ ինչ որ մի ուժ պետք է վերցնի իրավիճակից ձեռքը, դա կարող է լինել, ասենք, Միացյալ Նահանգները, դեռևս արձագանք չկա, բայց կարծում եմ կլինի առաջիկա օրերի ընթացքում եւ նաեւ կարող է դառնալ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների թեմա, Ռուսաստանից էլ դեռևս արձագանք չկա։ Այնուամենայնիվ գանք մեր թեմային, ուր է գնում աշխարհը այսօր, գիտեք, մենք 4 ամիս առաջ աշխարհն այլ էր, քան այսօր է, Թրամփի ընտրությունից հետո մի նոր գործընթաց է սկսել Միացյալ Նահանգներում, դա ասում են հակագլոբալիստական Թրամփը, այսպես ասենք, քանդում, ապամոնտաժում է գլոբալիզմը, հերթով, հենց Ուկրաինայի օրինակով, եւ նախ հասկանանք ուր է գնում, ինչից, որտեղից ուր են գնում։ Շատ լավ հարց է եւ հետո նաեւ փորձենք բարձել թե որտեղ է Հայաստանը այդ ամեն ինչի մեջ։ Շատ լավ հարց է եւ շատ կարեւոր, ցավոք սրտի ամենօր լրահոսի մեջ այսպես ավելի մասշտաբային մտածողության հնարավորությունները միշտ չէ որ առկա են, մենք ավելի կենտրոնանում ենք հենց այդ օրը տեղի ունեցած իրադարձներին, ցավոք վերջին տարիներին միայն բացասական եւ չենք հասցնում տեսնել թե ոնց է ձևափոխվում աշխարհը եւ այդ փոփոխությունները բառացիորեն վաղը ոնց են ազդելու մեզ վրա, այսինքն մենք շատ դեպքերում ռեակտիվ սկզբունքով ենք արձագանքում, այսինքն մի բան լինում է մենք նոր ենք արձագանքում, մինչդեռ պետքա ոնց որ իմանալ ինչ է լինելու, որտեսի հենց այսօր պատրաստվես ու դա նաեւ միջերից որոշ խնդիրների լուծման բանալին է մեզանում առկա։ Եթե շատ ընդհանրական ասենք, իսկապես մենք կնատեսենք պատմական ժամանակաշրջանի եւ պատկերավոր կարող ենք այսպես ասել, որ երբ որ հաճախ կարդում ենք պատմության դասագրքեր կամ պատմության գրքեր, այնտեղ տեսնում ենք ինչ որ մեծ իրադարձներ, երբեմն ասես մանկական կամ երիտասարդական ոգևորությամբ ասում ենք, վախ Իրանի մենք այդ ժամանակ ապրենք, տեսնենք ոնց է այդ ամեն ինչը եղել, հա։ Մենք հիմա ապրում ենք այդ մի ժամանակ, երբ որ մի ժամանակաշրջանում, որի մասին հաստատ 20-30 տարուց դասագրքերում գրել են ու ինչ որ երեխաներ կարդալու են ու ասել են Իրանի ես այդ տեսնեի ոնց է լինում։ Այդ մակարդակի, այդ մասշտաբի փոփոխություններ են, որոնք որ էլի անդադար բոլորը դրա մասին խոսում են, արտասանում են, որ աշխարհակարգը փոխվել է, աշխարհը փոխվում է, բայց միշտ չէ որ հասկանում են դրա ամբողջական բովանդակությունը։ Հիմա իմ կարծիքով մեր պարագայում, մեր տեսանկյունից պետք է առանձնացնել 3 կարևոր միտում այդ փոփոխության եւ շատ արագ ուղղակի այդ 3 միտումը թվարկեմ։ Իմ ջերմից համարում եմ, որ այդ 3 միտումները լավ միտումներ են։ Առաջինը մեզ համար, այո, առաջ եթե դրանից իհարկե օգտվել կարողանանք, առաջին մեծ միտումը դա այն է, որ միջազգային հարաբերություններում այլևս գլխավոր փոխարժեքը, գլխավոր դրամը նորից դարձել է նաև պաշտոնական մակարդակում դարձել է ուժը։ Այսինքն հարաբերություններում երկկողմ բազմակողմ գլխավոր գործոնը, որը փոխում է հարաբերությունների ոճը, բովանդակությունը եւ ընթացքը, դա ուժն է։ Այսինքն ուժ, որը իհարկե առաջին հերթին հիմնվում է ռազմական հնարավորությունների վրա, ապա տնտեսական հնարավորությունների եւ երրորդը դեմոգրաֆիական հնարավորությունների։ Եվ երեքը իրար փոխլրացնում են, այսինքն իրենք առանց իրար չեն կարող գործել։ Եվ տեսնենք, որ առաջիկայում հաջող են այն երկրները լինելու, հաջողություն են գրանցելու այն երկրները եւ կենսունակ են լինելու այն երկրները, որոնք ունակ են այս երեք ուղղություններով էլ հավասար աշխատել։ Եթե նախկինում կար պատրանք իրականում չկար, բայց կար պատրանք, որ միջազգային հարաբերությունների հաստատված համակարգը անփոփոխելի է եւ ոչ մեկ իրեն թույլ չի տա առնվազն բացահայտ կերպով խախտել այդ համակարգը, փոխել այն եւ դեմ գնալ դրա կանոններին, այսօր դա չկա եւ դրա ամենավառ վկայությունը Սիրիայի, օրինակ Սիրիայում Իսրայելի կողմից ուղիղ տեքստով ասում է, այս տարածքից պետք է ես գնամ գրավեմ, իտիմը չի, բայց պիտի գնամ գրավեմ, հա։ Այն հայտնի գիշեք խորհրդային բան կար, ասում էր, հա, պատճառ առիթ լինի մենք հոդվածը կգտնենք, հա։ Հիմա այս պարագայում մեզ պետք է այդ տարածքը կգնանք, հետո կհորինենք, որ այդ հին հրեական պատմական մի օր մենք գնալու ենք վերցնենք մեր Արցախը։ Բնականաբար, այսինքն եթե ուժի գործոն
գործոնով ես առաջնորդվում, դու ունես հնարավորություն փոխելու իրավիճակներ, որոնք թվում են ցած ֆիքսված կայուն։ Միջերից Ադրբեջանը 2020, 22, 23 թվականին ինչ որ արեց մեր դեմ, դա եւս դրա ցուցիչն է եւ ալիևս հրա մասին վերջին շրջանում միջերից շատ հաճախ է խոսում, ենթադրում նաեւ փորձելով այսպես նույն լեզվով խոսել ու բանակցել աշխարհի առաջնորդների հետ, ասելով որ ուժը նորից գործոն է, հա։ Սա առաջին բանն է։ Ուժն է ծնում իրավունք, կարճ ասած։ Մենք այո, վաղուց այդ փիլիսոփայությունը հաստատել ենք, ցավոք կիրառության մեջ միշտ չէ որ այն հնարավոր գտնել։ Երկրորդ մեծ միտումը դա այսպես պայմանական կարող ենք կոչել ազգայնականության վերելքն ամբողջ աշխարհում, նացիոնալիզմ, նեշնալիզմ, ոնց հարմար է կարող ենք կոչել, աշխարհում նորից տրենդային է որպես գաղափարախոսություն դառնում ազգայնականություն։ Դա վերջին մի քանի տարիներին է ընթանում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ իդեմս Միացյալ Նահանգների կա դրա նորից այսպես ոչ միայն վերակենդանացում, այլ նույն մի տեսակ խորհրդանշական կերպով դա դարձնում են գլխավոր գաղափարախոսությունը, որ պետք է հարիր լինի ցանկացած առողջ կենսունակ պետությանը։ Իրենք պատրիոտիզմ են կոչում, որտեղ Միացյալ Նահանգները ազգ չի։ Հա, բայց մեկ է, այսինքն բովանդակային առումով Թրամփը եւ այն ինչ որ դավանում է JD Vance կամ մնացած այսօրվա ամերիկյան կառավարության establishment-ի անդամները, դա խոշոր հաշվով ազգայնականություն է եւ դրա մասին արդեն գրվում են գրքեր, հոդվածներ եւ այլն։ Եվ ազգայնական միտումը ամբողջ աշխարհում նշանակում է, որ նորից մենք վերադառնում ենք այն քաղաքական սկզբունքներին, որոնք խոշոր հաշվով գործել են մինչև առնվազն երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այսինքն ուժ ամեն պետություն առաջին հերթին մտածում է իր մասին, ինտեգրացիան կարևոր է, բայց ինտեգրացիան չի համարվում գլխավոր սկզբունքը պետության կենսունակության, այսինքն ամեն պետություն առաջին հերթին խնդիր է դնում գոյատևման եւ այդ գոյատևումը բացառապես հիմնվում է գլխավորապես, հիմա ավելի ճիշտ հիմնվում է սեփական ռեսուրսների վրա։ Հետո նոր կմտածենք մնացած բաների մասին, հա։ Այսինքն մենք սրա պատճառով տեսնելու ենք առաջիկայում այդ ինտեգրացիոն մեծ համակարգերի, որոնք հիմնված են սկզբունքների վրա, այլ ոչ թե այժմ այդ եվրոպական շահի վրա, օրինակ դրանց աստիճանական թուլացում կամ նույնիսկ փլուզում, ինչպես Եվրամիությունը։ Այո, Եվրամիությունը կարող է ավելի եւ տեսնում ենք, որ արդեն կենսունակությունը ինչ որ հարցերում կորցնում է, իդեմս օրինակ կան երկրներ, որոնք կարող են չէ բլոկ վետո դնել ու ասել մենք չենք այլևս աջակցում այս կամ այն հարցին եւ ձևավորվում է ոնց որ նոր բլոկ, որը կարա ոչ ֆորմալ լինի, օրինակ Լոնդոնի այդ կոնֆերանսի երկրները կամ Փարիզում հավաքված սամիտը եւ այլն։ Եվ ձևավորվում են իրավիճակային նոր տիպի կառույցներ, որոնք իրավիճակային բաներ են գործոներ։ Եվ վերջապես երրորդ հանգամանքը մենք տեսնում ենք, որ նորից այսպես մեծ համաշխարհային միտում բերում են նրան, որ գաղափարական տարաբնույթ այն բաները, որ առկա են, ասենք մարդու իրավունքների ժողովրդավարություն, դրանք այլևս առաջնային նշանակություն չունեցող բաներ են եւ այս միտումները ձևորեն առաջիկա շրջանում եւ աշխարհ քաղաքականություն եւ միջազգային հարաբերություններ։ Ճիշտ է, մենք ժամանակի մեջ սուղ ենք, բայց ուզում եմ մի քանի հարց անպայման տալ։ Ուրեմն նախ փորձենք կարճ հասկանալ, թե այս նոր իրողություններում, որ Ադրբեջան մեր թշնամիների, այսպես չեմ ես վարանում այդ խոսքը ասել, շատեր հակառակորդ են ասում, դերը աճում է թե նվազում, նկատում եմ Թուրքիա եւ Ադրբեջան։ Այսպես ասենք, քանի որ այդ երկու երկրների ղեկավարությունը այս միտումների համապատասխան է կառուցում իրենց պետությունը եւ զարգացում, խոսքը եւ Ալիևի եւ Էրդողանի եւ իշխող երկու երկրների վերնախավերի մասն է, ապա իրենք շահեկան դիրքերում են, որովհետեւ երբ որ դու տրենդին համապատասխան ես, ուրեմն դու այն վագոնում, որը սրընթաց գնում է, այն գնացքում տեղ ունես։ Իսկ մենք դրան հակադրություն գնում ենք ճիշտ հակառակությամբ, այսինքն շարունակում ենք խոսել միջազգային իրավունքի մասին, որը փաստացի չի գործում, մենք խոսում ենք ինչ որ տարբեր արժեքային բաների մասին, որոնցով որևէ մեկը չի հետաքրքրում, դա ընդհանրապես այլևս փոխադրաբան չէ, դրամական միջոց չէ միջազգային հարաբերությունում, հա, երբ որ դու գնում ես պատկերացրեք իրավիճակ, գնում է Հայաստանին այսօր ներկայացնող դե ֆակտո իշխանության ինչ որ ներկայացուցիչ, ինչ որ բանակցության, ու գնում ասում է, ես կառուցել եմ ժողովրդավար երկիր, ինձ օգնեք։ Այդ առաջել էին տարօրինակներ, բայց գոնե դա դրա ինչ որ ձև քողարկվում էր։ Հիմա ասել են հետո ինչ։ Մեզ դա ընդհանրապես հետաքրքիր չէ։ Ինչ ես դու կարող մեզ տալ, որի դրա դիմաց մենք ինչ որ բան քեզ տանք, հա։ Այս սկզբունքը Ադրբեջանում եւ Թուրքիայում շատ լավ գիտեմ, որտեղ այնտեղի քաղաքական մտածողությունը հիմնված է մեր տարածաշրջանում Թուրքիայի դերը նվազելու է, թե այդ առումով եմ ասում, տեսեք հիմա ԱՄՆ, Ռուսաստան բանակցություններ եւ այլն, եւ նաեւ ուզում եմ սրան գումարել նաեւ Իրանի հարցը, ճիշտ է, լարվածություն կա Իսրայելի պատճառով ԱՄՆ-Իրան հարաբերություններում, բայց տեսեք քիչ առաջ անին նաեւ այդ մասին խոսեց, ուրեմն Ռուսաստանին առաջարկել է Թրամփը, որպեսզի միջնորդի դեր ստանձնի
Իրանի հետ բանակցություններում եւ կարծում այն առաջ է գնում, մենք շատ բան չգիտենք նորություններից, բայց ամեն դեպքում եթե այս ամեն սցենարները նորմալ ընթանան, դա ստացվում է որ մեզ համար փայլուն, չասեմ լավ փայլուն, բայց դրական։ Մենք ոչինչ չենք արել, ամեն ինչ արել ենք հակառակը, բայց մեզ համար այս կարծես թե դրական մթնոլորտ է ձևավորվում տարածաշրջանում։ Ես չեմ կարծում որ Թուրքիայի դերը նվազելու է, ուրիշ հարց, որ մեծանալու է այլ դերակատարների դերը, եթե ձեր նկարագրած սցենարը տեղի ունենա, որովհետև Թուրքիան լուրջ երկիր է, մեծ ռեսուրսներ ունեցող երկիր է եւ Հարավային Կովկասը շարունակում է մնալ իր քաղաքական առաջնահերթությունը։ Ուրիշ հարց, որ ստեղծված իրավիճակում Թուրքիան այնպես է ստացվել, որ չեմ ուզում ասել ամբողջությամբ, բայց մի տեսակ ոնց որ մխրճվել է սիրեմ ու ոնց որ թե դուրս գալու բաները շատ այս պայն հստակ չեն, այսինքն այնտեղ ռեսուրս է պահանջվելու ժամանակ, խոսքը միայն գումարի մասին չէ կամ ռազմական ուժի մասին չէ, նույնիսկ քաղաքական ռեսուրսի մասին է։ Թուրքիան հիմա փորձում է օգտվել Եվրամիությունում առկա մտահոգությունից ու իրականացնել այն ինչ որ վաղուց փորձում էր ցանկանում էր ներողություն իրականացնել, խոսքը Եվրամիության տարածքում, հատկապես Բալկաններում Թուրքիայի դերի մեծացումն է, իմիջիայլոց ինչի վրա աչք են փակնում Եվրամիությունում, որովհետև այս պահին Թուրքիան դառնում է շատ ավելի կարևոր գործոնք, եթե իրենք Միացյալ Նահանգներից փաստորեն ազատվում են, որովհետև Եվրամիության տարածքում չկա որևէ պետություն, որ ունի այնքան կենսունակ բանակ, ինչքան ունի Թուրքիան այսպես մերձ եվրոպական տարածքում, հա, դրա համար իրենց համար Թուրքիան շատ լավ այս պահին դառնում է գործընկեր, դրա մասն է վկայում տոնայնությունը, որ փոխվել է եվրոպացի առաջնորդների մոտ Թուրքիայի վերաբերյալ խոսք ասելիս, ելույթ ունենալիս, եւ դրա մասն է վկայում նաեւ այն, որ մենք փաստացի տեսնում ենք օրինակ եվրոպացիների կողմից նորից Թուրքիային վաճառվող օրինակ զինատեսակների ցանկի մեծացում, սանկցիաների պատժամիջոցների նորից բացառում եւ արդեն կարծես թե նույնիսկ կա բաների, հա, մատակարարման հարց, այսինքն փորձում են մատակարարել զենք Թուրքիային, ինչը մինչև այդ չէին անում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Թուրքիան փաստորեն ունի այլ առաջնորդներ, որոնց համար հնարավորություններ են բացել ու հնարավոր է որ հաշվի առնելով որ այս կողմում կարող է լինել Իրան-Ռուսաստան գործակցություն եւ ել ավելի ուժեղացում, Թուրքիան կնախընտրի այս պահին օգտվել այն հնարավորությունների պատուհանից, որ բացված է իր համար ավելի հեշտ գոտիներում, պայմանական ասենք Սիրիայում եւ Բալկաններում, եւ դա կբերի մեր վրա ճնշման մասամբ թուլացման։ Դա չի նշանակում որ այն կվերանա, որովհետեւ կա Ադրբեջանը այս իմաստով նաեւ ինքնուրույն գործոն է բացի ամեն ինչից, հետեւաբար մեր վրա սպառնալիքները որևէ տեղ չեն գնալու։ Այլ հարց, որ կա աշխարհ քաղաքական հնարավորություն այս սպառնալիքներին արդյունավետ կերպով պատասխանելու ավելին դրանցից որոշները չեզոքացնելու։ Այո, եւ վերջին հարցն ուզում ամփոփիչ մի քանի քայլեր, որ Հայաստանը այսօր պարտավոր է Ես կարծում եմ, որ իրավիճակից օգտվել։ Նման իրավիճակում նախ պետք է պետությունը հասկանա, որ աշխարհը փոփոխվում է, ոնց որ մենք արձանագրեցինք, եւ ոչ թե պետք է կառուցել բան ծառայություն մատուցող ինչ որ մի հատ թույլ խաչմերուկ երկիր, այլ պետք է կառուցել բառից բուն իմաստով ամրոց, որովհետեւ այդ ամրոցի գինը այսօր աշխարհում ավելի բարձր է, եթե նույնիսկ այսպես նյութականացնեմ, հա, քան եթե դու ասում ես, գիտեք, ինչ կա իմ երկրում, տենց ոչ մի բան չկա, եկեք հյուրանոց ու վերջ մնացեք, հա, այդ այլևս ոչ ոքին դա հետաքրքիր չէ։ Եթե դու ամրոց ես, ամրոցը հետաքրքիր է։ Դրա մասն է վկայում նույնիսկ այն գործոն, քաղաքական գործոն հանդիսացող ժողովուրդները, որոնք պետություն չունեն, բայց գործ ունեն, քրդեր, ալավիներ, դրուզներ, Եմենում ապրողներ, շիաներ եւ այլն։ Այսինքն տեսնում ենք, որ այդ նույնիսկ այդ ժողովուրդները չունեն այն համակարգերը, որ մենք արդեն ունենք, ձեռք ենք բերել քրտինքով եւ արյունով, բայց իրանք ի հաշիվ նրա, որ իրենք ցույց են տալիս իրենց հաստատակամությունը սեփական իրավունքները պաշտպանելու, ընդ որում եթե անհրաժեշտ է նաեւ զենքի ուժով, զոհվելով եւ այլն, բայց պաշտպանելով, իրենք դառնում են աշխարհակական գործոն եւ փոխում են բանակցային իրավիճակը։ Հիմա մենք այս պարագայում բարեբախտաբար դեռ ունենք պետական ինստիտուտներ, որոնք ճիշտ գործարկելու պարագայում թույլ են տալու մեզ մեր կշիռը միանգամից բարձրացնել, շատ կտրուկ բարձրացնել, հնարավորություն են տալու դրա շնորհիվ միանգամից մեր անվտանգային միջավայրի այս արկա պատկերը փոխել, այսինքն մենք այդպես խեղճացած երկիր դառնում ենք երկիր, որը պատրաստ է պատասխանել։ Իսկ դա նշանակում է, որ այն երկրները, որոնք ուզում են քո վրա հարձակվել, իրենց համար պատերազմի գինը բարձրանում է, հետեւաբար պատերազմի հավանականությունը իջնում է, հա, որ ուղիղ այսպես համեմատական է։ Եվ վերջին հանգամանքը իհարկե պետք է շատ արագ հասկանալ, որ այդ շարունակական վոյաժները դեպի Եվրամիության մայրաքաղաքներ, բան ցավոք սրտի, իսկապես ցավով եմ ասում, դրանք էֆեկտիվությունը դրանց ոչ թե ցածր, այլ մոտենում է 0-ի։ Եվ պիտի օրինակ Հայաստանում մենք ամեն օր ունենանք հայ-իրանական ամենօրյա գործակցություն։ Ամենօրյա բոլոր հնարավոր ոլորտներում, ընդ որում այդ գործակցությունը ոչ թե պիտի ինչ-որ մշակութային կամ տնտեսական ոլորտում, այլ պիտի լինի ռազմավար
Բարդ է, երկուսն են մեծ պետություն։ Ես ասում եմ նաև նույնիսկ իմ փորձագիտական մակարդակի զրույցներում դու տեսնում ես այդ երկու երկրներից եկող այն պարզ բանը ընկալումը, որ իրենք մեծ երկիր են եւ իրենք ունեն իրենց շահերը։ Բայց քո խնդիրը որպես հայ դիվանագետ, որպես Հայաստան ներկայացնող ուժ, քո խնդիրն է իրենց երկուսին գտնել այն կետերը, որտեղ երկուսի հետ գտնել այն կետերը, որտեղ քո շահերը համընկնում են։ Եվ այդ շահերի ուղղությամբ ամբողջ ուժը կենտրոնացնել։ Այդ պարագայում մենք ստանում ենք բոլորովին այլ պատկեր։ Եվ հենց դրանից են վախենում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ այնինչ նախատեսում եք, որ պետք է Հայաստանը անի, իհարկե դժվար է ակնկալել այսօրվա իշխանությունից։ Դրանք բոլորովին հակառակ։ Նույնիսկ գիտեք, եթե չկա, այսպես ասենք, նույնիսկ եթե իրանք ունենային այդ ցանկությունը, իրենց կոմպետենտությունը դա ուղղակի բացառում է նման տարբերակ։ Չեն կարող անել։ Շատ շնորհակալ եմ պարոն Գեղամյան հետաքրքիր զրույցի համար։ Նաև ուզում եմ վերջում հիշեցնել, որ պարոն Գեղամյանը այստեղ է ուրեմն հանդիպումներ է անցկացնում եւ առաջիկա Կիրակի օրը, չէ, լինելու է հանդիպում, խնդրեմ տեղեկացրեք։ Այո, դասախոսություն Orange County-ում, նաև Orange County-ից կան բավականին։ Orange County-ի հայ կենտրոնում, Արաքելական եկեղեցում հերթական դասախոսություն են նելու, այ մոտապես այն թեմաները, որով խոսում ենք եւ ուրախ կնեմ, որ այնտեղ տեսնեմ մեր հայրենակիցներին եւ պատասխանեմ իրենց հարցերին։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը թուրքագետ Վարուժան Գեղամյանն էր։ Մենք խոսում ենք նոր աշխարհակարգի, նոր հնարավորությունների եւ մարտահրավերների մասին եւ Հայաստանի քայլերի մասին։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։